Արդյոք իշխանությանը հնազանդվելը նշանակում է նույնիսկ չքննարկել նրանց արածները, լուռ հնազանդվել ամեն հարցում? Ոչ, իհարկե ոչ։ Օրինակ, ամուսինը մի բան է ասում, կինը համաձայն չի, ի վերջո պիտի հնազանդվի, բայց նաև ճիշտ կլինի, որ զգուշացնի, ասի, տես, ես հնազանդվում եմ, բայց սա սխալ է, իմ կարծիքով սխալ է, եւ հետո ընթացքը ցույց կտա այս հնազանդության պտուղները։ Եվ մենք հենց երեք Կոշ գյուղում, իմ հարազատ գյուղում խմբակ կա եւ այնտեղ քննարկում ենք այս հարցը եւ այդպես օրինակ եղավ եւ վկայություն, որ շատ անգամ կինը հնազանդվել է ամուսնուն, բայց զգուշացրել է, որ դա ճիշտ չի այդ որոշումը, եւ հետո ամուսինը մի քանի անգամ այդպես կրկնվելուց հետո եկել է ու ասել է, որ այո, դու ճիշտ ես, թեև իմ ասածով ենք անում, բայց ավելի լավ կլիներ քո ասածով անենք, որովհետև տեսանք, որ սխալ էր։ Եվ այսպես պիտի կինը խորհրդատու է, ինչպես օրինակ երկրի ղեկավարը ունի շատ խորհրդատուներ, երբեմն խորհրդատուները շատ ավելի խելացի են, քան ղեկավարը, բայց խելացի ղեկավարը լսում է ճիշտ խորհուրդները։ Հիմա ի վերջո որոշում կայացնողը ընտանիքում տղամարդն է, բայց խորհուրդը, երբ որ ճիշտ խորհուրդը չես լսում, հետո տեսնում ես հետևանքը։ Այսպիսին պիտի լինի եւ պիտի այո քննարկենք, պիտի արտահայտվենք, պիտի այդպես բռնատիրություն չլինի, որ ասի դու իրավունք չունես անգամ կարծիք հայտնելու, Աստված ասում է հնազանդվի։ Այո, հնազանդվում ես, կինը պիտի հնազանդվի իր ամուսնուն, բայց ինքը իրավունք ունի կարծիք հայտնելու, իրավունք ունի զգուշացնել, ոչ միայն իրավունք ունի, պարտավոր է զգուշացնել սխալ որոշումների պարագայում, բայց դա իրեն արտոնություն չի տալիս չհնազանդվելու իր ամուսնուն։